Տարեգիրքը նվիրվում է վիրահայի գրող երջանկահիշատակ Գևորգ Սնխչյանին, ի նշան երախտագիտության և խոնարհումի, իր կատարած դժվարին ու բարդ աշխատանքի, անցած գրական, մշակութային մեղմնավոր գործունեության։ Ահա այս նախաբանով է սկսվում Վերնատուն գրքի վերջին 12-րդ ժողովածուն, որը անավարտ էր մնացել Ժուրա Սնխչյանի կողմից։ Այսօր գիրքը հանձնվել է ընթերցողի դատին։ Ինձ թվում է Գևորգ Սնխչյանին արդեն գիտեն որպես մարդ, որպես աշխատող անձնավորություն, շրջապատում բոլորը ճանաչում էին նրան, աշխատող, գրականությամբ զբաղվող, հասարակական գործիչ, մարդ, որ կատարում էր իր պարտականությունը։ Իսկ ընտանիքում նա հրաշալի հայր էր և հրաշալի ամուսին։ Ինչ կարող եմ ասել դրան, բոլորին հայտնի են, գիտեն։ Արդեն 4 տարի ինքը չկա և բոլոր դեպքերում խմբագրված, արդեն գրեթե ավարտված Վերնատան 12-րդ համարը դրված էր սեղանին, բայց քանի որ ինքը չկարողացավ ավարտին հասցնել նրա տպագրությունը, զբաղվել այդ հարցերով, որովհետև ժամանակները մի տեսակ շատ վատ էին դարձել, հիվանդության համաճարակներ, այնուհետև բաք սահմաններ, չէր ստացվում տպագրությունը, բայց Վերնատան որոշ նվիրյալներ որոշեցին այդ գիրքը ի վերջո տպագրության հասցնել և նվիրել իրեն, պարզապես իր կատարած աշխատանքի, իր կատարած կարևոր գործի համար, որովհետև մենք գիտենք, որ Վերնատունը թումանյանական, վաղուց լռել էր և շնորհիվ իրեն էր, որ կարողացավ նորից շնչել, նորից ստեղծել ու կազմակերպություն լինել և կատարել շատ գրական գործեր։ Վերնատունը կարողացավ դառնալ հավաքատեղի, կարողացավ խմբագրել Ջավախքի շրջապատում գտնվող գրական և գրականությամբ զբաղվող շատ մարդկանց հավաքել, իմի բերել, նրանց ստեղծագործությունները տպագրության հանձնել։ Զորեղ էին դրանք, թույլ էին, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ շնչում էր գրականությունը Ջավախքում։ Կար մի կազմակերպություն, կար մի գողտրիկ օջախ արվեստի, ուր կարող էին հավաքվել, քննարկել իրենց ստեղծագործությունները, տպագրության հանձնել, կարճ ասած, շունչ կար գրական։ Գրող հրապարակախոսը ծնվել է 1950 թվականին Նինոցմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում, մտավորականի ընտանիքում։ Դեռ փոքր տարիքից Ժորա Սնխչյանը մեծ հակում ուներ դեպի ուսումն ու գիտելիքը։ Միջնակարգ դպրոցը գերազանց ավարտելուց հետո բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուրնալիստիկայի բաժնում։ Պատանի լրագրող ժուրնալիստիկայի բաժինն ավարտել է գերազանց, սակայն իր մասնագիտական գործունեությամբ զբաղվել ընդամենը 3 տարի։ Այնուհետև իր մեծ ավանդն է ունեցել կրթության ու մշակութային մի շարք ասպարեզներում։ Ժորա Սնխչյանն աշխատել է Ծննդավայրի միջնակարգ դպրոցում, շրջանային պետական տարբեր մարմիններում, շրջանային թերթի խմբագրությունում, եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի նախագահի աշխատակազմի ազգամիչյան հարաբերությունների գծով խորհրդական, Նինոցմինդայի մունիցիպալիտետի մշակույթի ծառայության պետ, Նինոցմինդայի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի տնօրեն, Թբիլիսի Վերնատուն գրողների միության նախագահ։ Նրա կատարած յուրաքանչյուր աշխատանք արժանացել է բարձր գնահատանքի ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի կողմից, պարգևատրվել է տարբեր մեդալներով, շքանշաններով, պատվոգրերով ու շնորհակալագրերով, արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Մովսես Խորենացու շքանշանին։ 12-րդ համարի այդ տպագրությունը, որ նվիրեցին Վերնատան անդամները Սնխչյանին, դրա համար ես շատ երախտապարտ եմ, չնայած կազմակերպությունը այլևս գոյություն չունի գրեթե, մնացել է այդպես, կարծես թե 12-րդ համարը պատրաստեր և իրենք որոշեցին, որ դա իրեն վերջին ստեղծագործությունը կարող էր լինել։ Շնորհակալ եմ ես
ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Տորոսյանից, հանրագիտարանի գլխավոր խմբագիր Այվազյանից, նրանցից, ովքեր սատար կանգնեցին եւ հնարավորություն տվեցին, որ կատարվի վերնատան երախտավոր անդամների խնդրանքը։ Գիրքը գուցե այնքան զորեղ չէ, ինչքան որ պետք է, որովհետև այն պարզապես ով ասես խմբագրել է, բայց բոլոր դեպքերում չէի ցանկանա, որ դա լիներ Կարապի երգ գրականության մեջ ճավախքի, որովհետև այսօր շատերն են տպագրվում, բայց հարկավոր է մի հավաքատեղի, որ սրանք բոլորը անբարվեն միտեղ, հարկավոր է մի ուժ, որ դրանք հավաքի, որովհետև սա կարող է լռել ու այլևս չշարունակվի։ Իսկ ինչ են մտածում վերնատան անդամները, ես չգիտեմ, նրանք ամենայնպես չկարողացան հավաքվել, չկարողացան իրենց մեջից ընտրել մեկին, որ կկարողանար այդ ծանր լուծը կրել իր վրա։ Ինչևէ, կյանք շարունակվում են, հուսամ, որ հետագայում ամեն ինչ լավ կլինի։ Շնորհանդեսը կատարվեց գրքի Երևանում։ Կարծում եմ այստեղ էլ ինչ-որ մի բան կմտածվի եւ կարվի, եւ այստեղ գտնվող վերնատան անդամներն էլ մի կտոր կսկան, որ ինչ-որ բան է պետք անել։ Մինչ օրս նրա մասին խոսում են բոլորը։ Նրա ստեղծագործություններն ու երգերը հնչում են տարբեր միջոցառումների ժամանակ։ Նրա վաստակը մեծ է ու անգնահատելի։